Եթե մենք մասնակցում ենք մասնակցելու ենք այդ հանձնաժողովի աշխատանքներին, ապա մեզ պիտի հետաքրքրեն այն խնդիրները, որոնք մենք ենք ձևակերպում եւ դնում ենք մեր հանձնաժողով գործուղերի անդամների առջև։ Այո, փորձել ստանալ պատասխանները մի քանի կարևորագույն հարցերի, որոնք արդեն այստեղ հնչեցին, կրկնեմ, արագ $300 միլիոն պարկ, ուրեմն սպառողին հասնող շատ թանկ գազի եւ նաեւ այո, ինչու կնքվեցին նման ուրեմն պայմանագրեր։ Մեզ մեր խնդիրները պիտի հետաքրքրեն։ Կկարողանանք այդ խնդիրները լուծել 5 հանձնաժողովի անդամ ունենալով այդ հանձնաժողովում, կկարողանանք շատ լավ, կկարողանանք հանրությանը տալ այդ հարցերի պատասխանը շատ լավ։ Իրենց մտադրությունները մեզ չպիտի հետաքրքրեն։ Չի ստացվի, որևէ մեկը չի կաշկանդելու ուրեմն ներկայացված խմբակցության որևէ հանձնաժողովի անդամի ցանկացած պահի հանձնաժողովի գործունեության ընթացքում անել համապատասխան հայտարարություն իր վերաբերմունքը արտահայտելով հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Կրկնում եմ, մեզ համար սկզբունքային էր ժամկետը, որտեղ մինչև նոյեմբերի 8-ը այո, դա լուրջ ավելացնում էր առանցայն վստահության պակասը առայլ, որ հանձնաժողով ստեղծելու նպատակը ընդամենը քրքերը լրացնելն է, ընդամենը ժամանակ շահելն է, մինչև տեսնենք, թե այս ամիսների ներքաղաքական զարգացումները ինչի կբերեն, համաձայն չէ, որ հարցերն այնպիսին են, որ 2-3 ամսով հնարավոր չէ դրանց պատասխանը ստանալ, իրապես եթե նպատակը հարցերի պատասխանը ստանալն է, ժամանակը բավարար է այդ հարցերի պատասխանը ստանալու համար։ Ուստի մեր առաջարկը մնում է ուժի մեջ ժամկետ սահմանել մինչև այս գարնանային նստաշրջանի ավարտ։ Կրկնում եմ, մենք պիտի մտահոգվենք մեր խնդիրներով, մեր նպատակներով եւ աշխատանքի համար մոտիվացիա պիտի լինի դա, ոչ թե ինչ կա, ինչ հետին միտք կա մեծամասնության ուրեմն ծրագրերում նպատակներում, թե ինչ կա, բոլորիս համար են բարձր։ Շնորհակալ։